Okay, Ժորժան, մի հատ սրա չափսերը նայեք, ինչ ահա որ ահրելի գիգանտ հնդկահավ են մերոն գնաց է վերցրել։ Okay, հիմա մեզ պետք է արագացրած, որպեսզի իր մեջը նախ լցոնենք, դու գիտեք արդեն սխտոր ենք դնում, գազար ենք դնում, նման բաներ եւ կբացատրեմ միջև վերջ։ Շատ արագացրած ինձ պետք է հիմա ընդամենը մաքրեմ գազարը, սխտորը եւ մնացած պարագաները ու միանամ հետ ձեզ շատ արագ։ Իմիջիալոց, երբ որ ասում եմ այս տեխնիկան, այս նույն ձևով անգամ ուրիշ մեկ այլ միս կարող եք օգտագործել, կապ չունի, խորովածի միս եք վերցրել, եթե մեկ անգամ կեսը ինչ-որ փորձել եք, շատ ձիգ է եղել անհաջողական, պետք է ժարի տանեք միս, բայց շատ ձիգ միսը արդեն փորձած է եւ բանի զգացել եք, որ լավ չի ուտվելու, այդ նույն ձևով կարող եք պատրաստել սովորական տավարի միսը, կապ չունի, ինչ որ կլինի, եթե մի բան ուզում եք, որ հալվայի պես էպվի, մսեղեն, ուրեմն անպայման կօգտագործենք դա։ Այս պարագաները ինչ որ հիմա մաքրում եմ, սրանք ընդամենը պիտի կտրտվեն եւ դրվեն ջրի մեջ, առայժմ դրանց համար եմ անում այս վարքյանին։ Օրենջը էսի, էլի պետքա ջրի մեջ դնենք օրենջը։ Նարինջ, նոր հիշեցի, մտածում եմ, թե օրենջը ոնց է կոչվում հայերեն, նարինջ։ Ինչ վատ բան է, որ մարդ մոռանում է բառերը քիչ-քիչ։ Սա էլ է գնալու ջրի մեջը նարինջը, խնձորը, գազարի մի հատվածն է գնալու ջրի մեջը եւ ինձ հարկավոր է լինելու հիմա սխտոր մաքրեմ եւ անանաս, արքայախնձոր կարծելով ես, եթե չեմ սխալվում։ Okay, Ժորժան, մտածեցի, որ օրենջը քիչ աշկի զգալի, որտեղ շատ փոքրիկ էր օրենջները, նարինջները, եւս մեկ հատ եմ ավելացնելու եւ եւս մեկ հատ խնձոր, այսինքն 2 հատ օրենջ եւ 2 հատ խնձոր։
Okay, այս ամեն ինչը պետք է լցնենք ջրի մեջը, բայց միջև ջրի մեջը հասնելը ամենագլխավոր բաղադրիչն է լինելու անանասը, որը որ քայքայի չնա, որը որ օգնելու է մեզի շատ արագ եփվի եւ հալվայի նման եփվի, շատ արագ, ձեր պատկերացրածից էլ արագ, անգամ չեք պատկերացնում, ինչ արագության մասին եմ խոսում։ Խորհուրդ չեմ տալիս, շատ դնեք, մեզի պետք է լինելու ընդամենը 3 շերտ, ոչ ավել։ Հիմա մաքրենք շատ արագ սա էլ։ Եթե տավարի միս պետք է օգտագործեք, ասենք ժարիտի համար, բնականաբար հո ջրի մեջ չեք թրջելու, այդ ժամանակ արդեն խորհուրդ կտամ իրա սոկը կամ ճզմեք իրան, ընդամենը ծածկեք, ոնց որ անում եք համեմունքներով եւ օրենջն էլ հետը դրեք, մոտ 20 րոպե հետո, մի ժամ հետո ձեր տավարի միսը արդեն կարող եք խորովել, կամ կարող եք ժարիտ անել, կամ եփել, հալվայի պես կեփվի։ Անանասը այս ամբողջ պատմության մեջ գաղտնիքն է շատ արագ եւ հալվայի պես եփվելու համար։ Հիմա ես սա մաքրում եմ, բայց այսքանը չեմ օգտագործելու բնականաբար, մնացածը կպահեմ արդեն տեսնեմ սոկերի համար կամ ուրիշ մեկ այլ բանի համար կօգտագործենք։ Okay. Վերջ, այսքանը բոլա իրա համար, ընդամենը ինձ պետք է մանր մասերի բաժանել և դնել մեջը, եթե կուզենաք կարակ անգամ աղակ իրա սոկը լցնեք մեջը, ջրի մեջը, հիմա ջրի մեջն ենք ամբողջ ավելացնում, okay, մեր կաթսանա մեծ, խաշի կաթսան եփելու, մոտ 3-4 գթալ աղ եմ լցնում մեջը, ես օգտագործում եմ համալյան աղ, դուք կարող եք օգտագործել որևիցե աղ, որը որ կարծում եք, որ օքեյ է ձեր համար։ Ավելացնելու եմ մեջը սև հատիկավոր բիբար, օգտագործում եմ սև բիբար, black pepper, մոտ 2 գթալի չափով պետք է լինի մեջը, դնում ենք անանասները, ամենագլխավորը մեջը և մնացած պարագաները արդեն, խնձորները, գազարը, օրենջը, դրանք ընենց համով համ են տալի մսին, շատերին կթվա, որ եթե նարինջը դրեցին քաղցրություն կտա, ոչ սիրելիներս, ընդհանրապես, բայց շատ համով է լինելու։ Բոլոր պարագաները գնաց մեջը, հիմա ամուսնուս քիչ հետո կանչում եմ, որ կարողանանք այդ հնդկահավը դնել մեջը, որտև շատ ծանր է, ինքնուրույն չեմ կարողանել։ Եվ թողնելու եմ 2 օր, այսինքն մինչև Thanksgiving-ի օրը, մեջն է լինելու աղաջրի մեջը, սառը տեղ ենք դնում, բնականաբար, Thanksgiving-ի օրը արդեն գոհաբանության օրը կդնեմ փուռը, շատ արագ եփվելու է, ֆոլգայով ծածկելու եմ, եփվի, վերջին հանելուց հետո ֆոլգան կբացեմ եւս 20 րոպե, կես ժամ կդնեմ փուռի մեջը եւ պատրաստ կլինի։ Եվ վերջ մեր հնդկահավը ջրի մեջ է պատրաստ է, սա գնում է հիմա դուրս եւ այնտեղ կհանգստանա իր համար ջրի